Բարև ձեզ։ Հայաստանի գործող իշխանության համոզմամբ կամ պատկերացմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն իրականություն է և մեր ժողովուրդն արդեն ապրում է չակերտավոր խաղաղության դարաշրջանում։ Եվ այն ժամանակ, երբ Փաշինյանը թե տեղական, թե եվրոպական հեղինակավոր ամբիոններից իրական Հայաստանի 4-րդ հանրապետության խաղաղության խաչմերուկի մասին է խոսում, նրա ադրբեջանցի գործընկերը խմբագրելով Փաշինյանին Զանգեզուրի միջանցք խոսույթն է շրջանառում և ավելին թելադրում նախապայմաններ, որոնց իրականացման դեպքում միայն Ադրբեջանը կհամաձայնի ստորագրել Փաշինյանի համար այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը։ Թրամփի ուղի թե Զանգեզուրի միջանցք, ստորագրված փաստաթղթի տարընթերցումներ, թե բովանդակության միտումնավոր խեղաթյուրում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթի շուրջ ծավալված քննարկումների ու ելույթների մասին ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հայրապետյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Հայրապետյան, թեև Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթում Զանգեզուրի միջանցք եզրույթը չկա, սակայն Ադրբեջանի նախագահը թե իր հարցազրույցներում, թե ելույթներում, թե վերջերս էլ ՄԱԿ-ի ամբիոնից շրջանառեց այն, օգտագործելով Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Այստեղ արդարության համար պետք է նշել, որ Փաշինյանը նրան հակադարձեց Շանհայի գագաթնաժողովում և ասաց, որ նրա տվյալ արտահայտությունները այնքան էլ չեն բխում Վաշինգտոնյան փաստաթղթից։ Հետաքրքիր է, այս դեպքում ով է իրականում փորձում կեղծել իրականությունը։ Իրականում, եթե փաստաթղթավորված նայենք, իրապես այդ տերմինաբանությունը գոյություն չունի, դա Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված տերմինաբանություն է, բայց այստեղ մի քանի հարցեր են առաջանում։ Նախ Ալիևը ինքը ստորագրել է այդ Թրամփի ուղու հետ կապված հռչակագիրը, դա հռչակագիր էր եռակողմ, որը տեղի էր ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ, եւ այնտեղ հստակ ձևակերպումներ կան, որոնցից ինքը անմիջապես այդ օվալաձև սենյակից դուրս գալուց հետո հրաժարվում է, փաստացի հրաժարվում է ձևակերպումները օգտագործելուց։ Ես ինքս տարբեր հարթակներում ցույց եմ տալիս այդ տարբերությունները, ինչու։ Նախ եկեք վերադառնանք տերմինաբանությանը, երբ վանից առաջացավ ու ինչու է դա այդքան վտանգավոր մեր դիտարկմամբ։ Դա եթե հիշենք հստակ առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի թղթից հետո, երբ Ադրբեջանի ղեկավարը կրկին դա շրջանառության մեջ դրվեց ու կրկին դա թղթերում որևէ կերպ արտացոլված չէր, այնտեղ պետք է անխափան կապ ապահովեր Նախիջևանի միջև, որը պետք է վերահսկեին ռուս սահմանապահները։ Բայց այդ փաստաթղթը գերազանցապես Լեռնային Ղարաբաղի մասին է։ Լեռնային Ղարաբաղը որպես այդպիսին փաստացի այսօր այլևս այնտեղ հայեր չեն ապրում, Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել ամբողջությամբ էթնիկ զտումից, բռնի տեղահանումից եւ պատերազմական գործողություններից հետո, բայց հայկական կողմը գնում է այս անգամ արդեն Վաշինգտոնյան միջնորդությամբ ու կրկին ամրագրում է Ադրբեջան-Նախիջևան անխափան կապը։ Սա արդեն խնդրահարույց է, որովհետեւ եթե այնտեղ կար որոշակի, չգիտեմ, տրամաբանություն ասեմ, ինչ ասեմ, ինչ որ կոնստրուկտ որոշակի, որ կար Լեռնային Ղարաբաղ ու իբրև նաև ճանապարհ էր տրվում Ադրբեջանին դեպի Նախիջևան, ապա այստեղ արդեն անհասկանալի է, որովհետև Լեռնային Ղարաբաղի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա։ Ճիշտ է, իշխանությունները շարունակ պնդում են, որ կա փոխադարձություն, բայց եթե լիներ փոխադարձություն իրապես, դա եւս արտացոլված կլիներ փաստաթղթում։ Օրինակ կնշվեր Ադրբեջանն էլ պարտավորվում է, չգիտեմ, Արարատի մարզից դեպի Սյունիք անխափան կապ տրամադրի Հայաստանի երկու հատվածների համար։ Օրինակ եմ ասում այսպես, բայց այդ տրամաբանությունը բնականաբար չկա։ Հիմա գանք տերմինաբանությունը շարունակում է մնալ։ Նախ Զանգեզուր անունը։ Զանգեզուր անունը դա հայկական անուն է։ Բոլորը չգիտես ինչի մտածում որ դա ադրբեջանական է կամ Ադրբեջանն է դրել։ Ադրբեջանական անուններ իհարկե կիրառում են հայկական տեղանունների նկատմամբ, օրինակ Գեղարքունիքի մարզի, օրինակ Բասարգեչար անունը եւ այլն, կա այդպիսի բան, Երևանի անունն է խեղում, բայց Զանգեզուրը կոնկրետ հայկական անուն է եւ ստուգաբանություն է հայկական։ Այստեղ խնդիրը արդեն միջանցք տերմինաբանության մեջ է, ինչու պետք է տրամաբանությունը մնա։ Բովանդակային զգալի տարբերություն կա։ Բովանդակային զգալի տարբերություն կա, բայց այստեղ մեկ այլ նյուանս էլ կա, որը մոռացվում է այս տերմինաբանության կիրառման հետ զուգահեռ Ադրբեջանը նաեւ կեղծում է տարածաշրջանի պատմությունը, մի քանի առումներով է կեղծում, բայց կոնկրետ Սյունիքի հետ կապված իր վերջին ելույթներում Ալ-Արաբիային տված հարցազրույցում, որը տեղի ունեցավ Վաշինգտոնյան հանդիպումից հետո, ինքը կրկին խեղում է պատմությունը, թե իբրև բոլշևիկները այդ
այդ մարզը վերցրեցին Ադրբեջանից, տվեցին Հայաստանի եւ այլն։ Այսինքն նաեւ այն պատմական կեղծ կոնտեքստը կա, որը Ադրբեջանի ղեկավարը փորձում է դնել, ճիշտ է, հետո ասում է ճիշտ է, մենք տարածքային հավակնություն չունենք, բայց այսպես է եղել։ Այդպես նախ չի եղել, սկսենք դրանից, որը պատմական փաստ չի կարող դրա հետ կապված բերել։ Սյունիքը միշտ եղել է Հայաստանի անկախտելի մասը, անկախ կարգավիճակից, իրավիճակից, բայց միևնույն ժամանակ այդ կոնտեքստը շատ կարևոր է, որ ինքը դնում է տրամաբանության մեջ։ Ու այստեղ գալիս է արդեն իշխանությունների մեղմ բառ օգտագործեմ ապաշնորհության հարցը, որ այդքան ինստանցիաներով անցնելուց հետո մեծ աղմուկ բարձրացնելուց հետո անգամ չեն կարողանում հասնել նրան, որ Ալիևը ասի լավ, չեմ կիրառում այդ տերմին։ Ինքը գիտի, չէ, որ դա հայկական հանրային տիրույթում մեծ արձագանք է առաջ բերում ու իր համար շատ շահավետ է Փաշինյանի մնալը իշխանության, բայց այնքան ամբիցիոզ, այնքան հաճելի է իր համար այդ վայելել այդ պահը, որ ինքը շարունակաբար այդ տերմինը շարունակում է կիրառել եւ դնել շրջանառության մեջ ու ցույց տալ, որ անգամ այդ հարցում Հայաստանի իշխանությունները չեն կարող որևէ հաջողության հասնել։ Եվ շարունակելով այս Փաշինյանի համոզելու թեման, այդ բոլոր հայտարարություններին հաջորդեց Փաշինյան-Ալիև հանդիպումը Կոպենհագենում, որտեղ իբրև Փաշինյանը Ալիևին հասկացրել էր, ինչպես իր թիմակիցներն են ասում, որպեսզի այդ եզրույթը խմբագրի եւ արդեն հռչակագրի համաձայն օգտագործի։ Հետո արդեն, ինչպես գիտենք, ԿՊԱ-կան բոլոր պատգամավորները, իր թիմակիցները ելույթներ ունեցան եւ ասացին, որ այդ հարցը փակվել է եւ այդ հռչակագրի տարին, բառին համապատասխան են գործելու։ Ինչ կասեք սրա մասին։ Նախ կասեմ, որ կամ չգիտեմ, կամ չեն ուզում հասկանալ Ադրբեջանի քաղաքականությունը, ընդ որում սա ամենախնդրահարույց տերմիններից մեկը չի, որ գալուս է Ադրբեջան, մենք սրա վրա ենք կենտրոնացել, բայց հետ Վաշինգտոնյան մոտ 2 ամիս տևած փուլում Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ է արել, օրինակ Թրամփի մոտ ասում էր, մենք պետք է գնանք բարեդրացիության ճանապարհով հայերի հետ, ու հետո գնում ու ասում էր հայ հասարակությունը հիվանդ է, խնդիրներ կան, ինչ-որ տարբեր բաներ էր խոսում։ Ու ընդ որում Ալիևը միայնակ չի հայտարարության քարոզի մեջ, այնտեղ կան իշխող ուժի падգամավորներ, որոնք կոչ են անում պոտենցիալ ցանկացած հայի մեջ տեսնել ահաբեկիչ, այսինքն պետական մակարդակով ատելության քաղաքականություն եւ քարոզ կա, որը որևէ աղաս չունի իրական խաղաղության եւ դրա հնարավորությունների հետ։ Ինչ վերաբերում է ԿՊԱ-կաններին, ապա ճիշտ ասած չգիտեմ էլ իրենց հետ կապված ես ինչ մեկնաբանեմ, որովհետև այդ մարդիկ ինձ համար քրոնիկ ստախոսներ են, իրենք փորձում են մի բան ապացուցել գոնե հայ հանրությանը, որ այսքան իրենց ձախողումներից, զիջումներից, այսքան ամբողջը խեղելուց հետո, գիտեք, մենք այդ տերմինը հանեցինք, դա էլ չեն կարողանում։ Ընդհանրապես տերմինը պետք է հանեն, դա էլ չեն կարողանում հանեն։ Դա ամբողջությամբ արտացոլում է այն քաղաքականությունը, որ իրենք վարում են, որ իրենք ընդհանրապես էլ չեմ խոսում, ասում են Հայաստանը անկախ է, քան երբևէ, սուվերեն է, երբևէ։ Ինչպես կարող է այդ տրամաբանության պետության մեջ սահմանադրություն փոխվել հարևան հակառակորդ երկրի պահանջով։ Ու բոլորդ գիտեք, որ դա այդպես է, ինչքան է ձևեր թափեք, դրանց իրողությունը չի փոխվում։ Եթե սահմանադրության փոփոխության պահանջ չլիներ, Վաշինգտոնում կստորագրվեր թուղթը, ոչ թե կնախատեսվեր։ Գանք, այո, Ալիևի նախապայմաններին, Ալիևը ստիպում է, պահանջում է մեզ, որպեսզի փոխենք մեր սահմանադրությունը, դա է նախապայմանը, Թուրքիան էլ մեզ հետ սահման կբացի, այսպես ասած, խաղաղություն կկնքի, կախված նրանից, թե ինչպես կընթանան հայ-ադրբեջանական հարաբերությունները, եւ այստեղ հետաքրքիր է, նույնիսկ եթե այս բոլոր նախապայմաններն իրականացվի, արդյոք խաղաղությունը կլինի իրական, թե ի վերջո Հայաստանը ցավոք սրտի այս դեպքում տարածաշրջանում կվերածվի բանանային հանրապետության։ Նախ ես դեռ տարիներ առաջ, երբ սկսվեց այդ խոսակցությունը խաղաղության պայմանագրի մասին, երևի առաջիններից մեկն եմ եղել հանրային դաշտում, թե ոչ առաջինը, որ հստակ ասել եմ, որ Ադրբեջան չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով եւ շարունակում եմ դա պնդել, որովհետեւ Ալիևը այդ գործընթացի մեջ ստանում է մաքսիմալ արդյունք։ Իր համար գործընթացի ավարտը անհրաժեշտ չէ, իր համար կարևոր է գործընթացի շարունակականությունը։ Տեսեք, տվյալ դեպքում կար Թրամփի միջնորդությունը, ինքը դրեց հաշվարկեց իր մեկին շահելու, եթե մերժի այդ միջնորդությունը ոչ մի թուղթ չնախաստորագրի, հասկացա, որ ավելի շատ կշահի, եթե գնա այդ խաղաղության շոու ծրագրում խաղա, ներկայանա որպես խաղաղության աղավնի ու իր դիվիդենդները շահի։ Ու տեսեք, ինքը իրականում բավականին լավ իրավիճակում հայտնվեց Թրամփի աչքերում, Միացյալ Նահանգների վարչակազմի աչքերում, միևնույն ժամանակ իրականում ոչինչ չզիջելով։ Եթե ինքը գոնե ստորագրության կամ ինչ-որ sense կետի գնար, միգուցե թեև այդ պայմանագրում կոնկրետ ես շատ խնդրահարույց եմ համարում միջազգային հայցերի հետ քաշում, կոնկրետ այդ կետը շատ խնդրահարույց է, բայց
անգամ ելնենք նախաստորագրված տեքստից, նախաստորագրված տեքստում կետ կա, ասում է կողմերը չեն միջամտում միմյանց ներքին գործերին։ Ալիևի արտգործ նախարար Բայրամովը դա նախաստորագրում է, այս սրահից դուրս են գալիս, ասում դե սահմանադրություն կփոխես։ Դեռ ավելին ասում է, եթե չփոխեք, ուրեմն Միացյալ Նահանգների միջնորդություն չեք հարգում։ Բայց ես հարց ունեմ, այսինքն ինչ Թրամփը ձեզ ասել է կգնաք սահմանադրություն կփոխեք, վստահ եմ, որ այդ խոսակցությունը չի եղել։ Եվ դուք այդ տրամաբանությամբ ասում եք մենք խաղաղության ենք հասել։ Այսինքն այստեղ էլ խնդիր կա։ Երբ որ դու ներքին առումով, մենք ճիշտ է արտաքին բանով ենք խոսում, ներքին ուղղակի կարճ անդրադառնամ, օրինակ ասում ես, ես ռազմական բյուջեն կրճատում եմ, որտեղ մենք խաղաղության ենք հասել, դրա կարիքը չկա։ Կամ անում ես բանակում ճակերտավոր ռեֆորմներ, որոնք բերում են բանակի թուլացմանը եւ այլն եւ այլն։ Այդ դաշտ չմտնեմ, իմ դաշտը չի դա։ Բայց արտաքին քաղաքականության առումով գնում բոլորին ասում են խաղաղություն ենք հաստատել, այս Դուշանբեում էլ ես ասում, չգիտեմ, ԵԽԽՎ-ում Ստրասբուրգում էլ ես ասում, լավ, այդ ամբողջ միջազգային որոշակի ուշադրությունը, որը Հայաստանը ձեռք էր բերել Ադրբեջանի ագրեսիվ զավթողական քաղաքականության հետևանքով, ինչի՞ քեզ դարձնում դու այսօր։ Բայց հարցը առաջանում, Ադրբեջանը փոխել է զավթողական ծրագրերը։ Ոչ։ Ու կարող ենք հերթով եկեք գնանք, որ ավելի պարզ լինի ինչն էր ստիպում մտածել, որ Ադրբեջանը գնալու է հարձակման առհասարակ։ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացում, ռազմական զորավարժությունների թվի ավելացում, հռետորաբանություն, արևմտյան Ադրբեջան զավթողական կոնցեպտ, հայ գերիների նկատմամբ շինծու դատավարական գործընթացներ եւ Ադրբեջանում խաղաղության մասին խոսացողների ձերբակալություններ, մի քանի հիմնական։ Փոխարենը Փաշինյանն ասում է, որ բանակը չպիտի լինի անվտանգության առաջին գործիքը։ Այո, չի կարելի։ Որովհետև ինքը չգիտի ինչա բանակ ու ինքը չգիտի, որ այդ բանակը պետք առաջնորդության ու ճիշտ ղեկավարման ու մոդեռնիզացիայի բարակային բազմաթիվ խնդիրներ կարող է լուծել, այդ թվում անվտանգային, որ դու հարկադրված չլինես քո միջազգայինորեն ամրագրված շահերից հրաժարվել, որ այդ հարձակումը հետաձգես ընդհանրապես մի քանի տարով։ Այդ տրամաբանության մեջ հայատյացության քարոզչությունը պետական մակարդակով շարունակվում է։ Ադրբեջան ռազմական բյուջեն ավելացնում է, հասցնելով 5.1 միլիարդ դոլարի, եթե չեմ սխալվում։ Զորավարժությունները շարունակվում են նույն տեսիլությամբ տարեկան 2020 թվականի վիճակագրությունը 20 թվականից հետո եմ ասում միջինում 70-80 ընդհանուր միջև 100 զորավարժություն անցկացվում այդ երկրում առանձին անհատական ու գերիների դեմ շինծու դատավարությունները, որոնք նաև հայտարարության քարոզի մաս են շարունակվում են։ Ադրբեջանում ձերբակալված են մնում բոլոր անձինք, որոնք խոսել են խաղաղությունից եւ կարծեմ, իսկ արևմտյան Ադրբեջանը ծրոյից հորինված հստակ զավթողական կոնցեպտը շարունակում է մնալ, լինել դաշտում Ադրբեջանի որոշ հեռուստաընկերություններ ամենօրյա մակարդակով անդրադառնում են դրան, Ադրբեջանի պատգամավորներ խոսում են դրանից, ճիշտ է Ալիև ինքը այդ բառը դեռ չի օգտագործել Վաշինգտոնից հետո, բայց այլ պաշտոնյաներ խոսում են, դա դասավանդվում է ադրբեջանական դասագրքերում եւ ուսումնական հաստատություններում, այսինքն ադրբեջանցի երեխան, ուսանողը, աշակերտը մեծանում են մտայնությամբ, որ իր հարևանությամբ գտնվող երկիրը իր պատմական հողն է ու իրենց ապօրինաբար դա խլեն են։ Այս տրամաբանությամբ է մեծանում։ Այսինքն այն ինդիկատորները, ցուցիչները, որոնք ասում են, որ ադրբեջանց ռիսկեր կան, չեն վերացել, բայց դու գնում ես բոլորին ասում ես ոչ մի խնդիր չկա, մենք խաղաղ ապրում ենք։ Իսկ ինչ եթե մի քանի տարի հետո շատ տրամաբանորեն Թրամփը չլինի ղեկավար, այդ միջնորդության անձնական նաև որոշակի հեղինակությամբ կառուցված միջնորդությունը վերանա, ու Ադրբեջանը գնա այլ գործողությունների։ Զանգելոյս ինչ ասես, վայ խաղաղությունը կորավ, ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք։ Այսինքն դու անպաշտպան ես թողնում Հայաստանին։ Դու արտաքին առումով, արտաքին դերակատարներին ուղարկված քո ուղերձներով դու անպաշտպան ես թողում Հայաստանը, որ բոլորին ասում ես, այլ մեծ ուշադրություն մի դարձեք, մենք խաղաղ ենք ապրում։ Բայց կրկնակայում հետո տպավորություն կստեղծվի, թե մենք խախտեցինք այդ խաղաղությունը, որովհետև մենք ասում էինք ամեն ինչ խաղաղ է եւ հանկարծ ասված ոչ արասցե, բայց լինում է պատերազմ։ Ես կարծում եմ շատ խնդիրներ կստեղծվեն այդ պարագայում։ Դու կրկին հսկայական ռեսուրս պիտի դնես այդ ուշադրությունը բերելու համար։ Իսկ հիմա դու արդեն վաստակել ես այդ ուշադրությունը ու դու այդ ամբողջը ինչի ես դարձնում։ Տեսեք, նույն հանրային հեռուստաընկերությունով այսօր փաստացի խափում, ասում են, գիտեք, այդ արևմտյան Ադրբեջանը չեզոքացվել է։ Ու խափում են, բաց խափում են մարդուն, փաստեր էս բերում, ասես չէ, եղբայր, այդ նույնիսկ չի որ դուր է գալի կամ ինչ որ մեկին դուր է գալի, փաստերով պիտի առաջնորդվես, ոչ թե քո բարի կամքով կամ ցանկություններով։ Պիտի հասկանաս այդ եկող ռիսկերը։ Ադրբեջանի ղեկավարը մի անգամ ասաց, ես պատերազմ եղել եմ կյանքի առաքելությունը։ Ես տասնամյակներով ասաց, ես 17 տարի սպասել եմ, պետք լինի եւս 17 տարի։
կսպասեի։ Ու դու պետք է հասկանաս այդ մարդու երկարաժամկետ մտածելակերպ ու նպատակասլացությունը քեզ վերացնելու, կործանելու շատ վատ նպատակ է, բայց ինքը այդ նպատակով առաջնորդվում է, ինքը այդ նպատակով առաջ է գնում։ Տեսեք ինքը ժամանակին ոնց էր իրեն պահում Ռուսաստանի հետ, հետո դա ահագին փոփոխություններ կրեց։ Հիմա Միացյալ Նահանգների հետ դա կարող է փոխվի, բայց երկարաժամկետ առումով դու եղել ու մնում ես իր ճշնամին։ Եվ անում է ամեն ինչ իշա իր տրամաբանությամբ։ Դե, հա, իշա իր երկրի, ճիշտ այնտեղ հանրությունը նես չի, որ շատ երջանիկ է այդ ամեն ինչով հաշվի առնելով վարչակարգը, ռեպրեսիաները եւ այլն, բայց միևնույն ժամանակ ինքը շահը առաջ է տանում ու առաջ է մղում, իհարկե։ Եվ սա տեղի է ունենում Փաշինյանի արդեն իսկ իր կողմից հռչակված 4-րդ հանրապետության օրոք, երբ ասաց, որ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ 4-րդը արդեն հիմնվեց խաղաղության տրամաբանության վրա։ Դե ինքը Ո՞ր է տրամաբանությունը։ Այս տրամաբանություն բառը ինձ թվում է այս վերջին շրջանում տեսակ շատ բացառիկ բան է դարձել առհասարակ։ Մենք շատ հաճախ ապրում ենք տենց եւ բարոյազուրկ եւ բավականին հակատրամաբանական ժամանակներում։ Օրինակ, մի հատ օրինակ բերեմ իրենց կողմից շրջանառության մեջ դրված այդ իրական Հայաստան կոնցեպտը մի կողմ թողնենք նույնիսկ Արցախի հարցը 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը լայնածավալ գործողություններ ձեռնարկեցին Ջերմուկի, Սյունիքի, Յարքունիքի ուղղություններով, հատկապես Ջերմուկներ Թիրախ, մենք ունեցանք զոհեր, տարածքային կորուստներ եւ ունեցանք նաեւ շատ սարսափելի պատերազմական հանցագործություններ, ընդհանուր մինչև կին զինծառայողի անդամահատում եւ այդ տեսանյութեր եւ այլն, ովքեր որ հիշում են այդ ժամանակը չեմ ուզում կրկնել։ Դրանից անցնում է 3 տարի, այդ օրերին կառավարությունը, նույն Նիկոլ Փաշինյանը որևէ խոսք չունի ասելու իրական Հայաստանի իրական քաղաքացիներին, զոհերին, նրանց ընտանիքներին, հիշատակի հետ կապված, փոխարենը ունի հրավառություն, տոնակատարություն կազմակերպել, այդպես, ասենք, ժողովուրդ ծափտվեք, վերթռեք, վերիչեք, ամեն ինչ նորմալ է։ Բայց դա տարական ու պետական մակարդակի հարգանք է այդ հայրենիքի համար, պետության համար, պետության պաշտպանության համար իրենց կյանքը տված ծառայողներին, նրանց ընտանիքներին իհարկե, որ մարդիկ հասկանան ինչի համար է իրենց հարազատը հենց ծառայության ընթացքում զոհվել, իր կյանքը տվել, իր առողջությունը տվել եւ այլն։ Ու այդ ամբողջը համատարած երևույթ է կրում, այսինքն ներքուստ պետությունը փաստացի ասում է դու կգնաս կզոհվես ու քեզ ոչ մեկ չի հիշելու, քո ընտանիքին ոչ մեկ սատար չի կանգնելու։ Ու Աստված մի արած թե վաղամիսօր Ադրբեջանը գնա որևէ ուղղությամբ գործողությունների ցանկացած զինվոր զինծառայողներ կարելի են հրստել, իսկ ինչ ենք մենք զոհվում։ Ու սա շատ վտանգավոր է, սարսափելի վտանգավոր բան է պետության համար ու պետության ղեկավարության կողմից։ Այսինքն նույնիսկ այդ իրենց հրճակած դրույթներում են իրենք կեղծ, իրենք առհասարակ կեղծապետություն են կառուցում։ Ինչ որ տարբեր տերմիններ կարող են օգտագործել, ես նույնիսկ այդ չեմ էլ ուզում դրան անդրադառնալ, որովհետև իրենք ոչ մեկ է ինչ որ նոր հանրապետություն հրճակել, իրենք խումբ են ուղակի, որը պետությունը առաջնորդում են ադրբեջանական նարատիվներով, թեզերով ու ադրբեջանական ցանկություններով մոդել են ուզում կառուցել, ուզում են որ մենք դրա մեջ այդ դիսկուրսի մեջ մտնենք, այդտեղ դիսկուրս չկա, որ ես մտնեմ դրա մեջ, բայց այդտեղ կա այն, որ անգամ դրա մեջ են իրենք կեղծ իրական Հայաստանը, եք ասում 29000, չէր մտնում Ջերմուկը 29743 կիլոմետրի մեջ։ Այդ մարդիկ դրա չէին զոհվել այդ ժամանակ ու ագրեսիայի ժամանակ։ Բայց ինչի՞ չեք հիշում այդ ամեն ինչի մասին, հարմար չի։ Ու սա արդեն այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ մենք գնում ենք կեղծապետության կառուցման ճանապարհը շատ վտանգավոր է, որովհետև իրականում եթե աղետը կա այս քաղաքականության հետևանքով աղետը չի հարցնել ինչ որ մեկը Նիկոլ Փաշինյանը սատարում է, թե չէր սատարում, ինքը բոլորին է վերաբերվում։ Տիկին Հայրապետյան, ենթադրենք ԿՊ-ական վարչակազմը փոխվեց։ Արդյոք հնարավոր կլինի փոփոխել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, իհարկե խուսափելով պատերազմից։ Ես վստահ եմ դրանում։ Ես վստահ եմ, որ այսօրվա միջազգային իրավիճակը, հնարավորությունները, տեսեք նույն Վաշինգտոնյան օրինակով խոսենք, որ չստացվի ուղղակի խոսք, նույն Վաշինգտոնում ես գրեթե 100%, 99% վստահ եմ հնարավոր է հասնել գերիների վերադարձին։ Առավել եւս երբ նախագահ Թրամփը ուղիղ խոսեց դրա մասին։ Ու մենք այսօր չունենք գերիների վերադարձ, մենք ունենք այդ շինծու դատավարությունների շարունակականություն։ Կային բազմաթիվ այլ հարցեր, որոնց լուծմանը կարելի է հասնել։ Եվ այստեղ խնդիրը այն է, որ իշխանությունները փոխարենը գնալով ու մեր օրակարգերը առաջ մղելու ճանապարհով, ինչ որ խնդիրներ լուծելու ճանապարհով, իրենք կրկին այդ
փուչիկներն են ստեղծում, կեղծիքներն են ստեղծում ու հանրության ինչ-որ բաներ են ուզում համոզեն, որ գիտեք, այսպես արեցինք, որ խաղաղ լինի։ Ասում եմ, ցանկացած մտածող մարդ պետք է հասկանա, որ ամբողջը 2-3 տարով չի որոշվում։ Ադրբեջանը եթե 17 տարի այդ ղեկավարը սпасել այդ պատերազմին, պատկերացնում եք այդ մտածելակերպի երկարությունը։ Չի կարելի այդքան կարճմիտ լինել, այսօր ինքն է իշխանության, վաղ ինքը չի լինելու իշխանության, բայց պետությունը պետքա շարունակի իր անվտանգային խնդիրները լուծելու։ Այո, այսօրվա միջազգային իրավիճակը հնարավորություններ է տալիս Ադրբեջանին զսպել եւ երկարաժամկետ առումով ձևավորել այնպիսի միջավայր, անվտանգային միջավայր, որովհետեւ խաղաղություն իրականում քիչ բարդ է այդ տերմինին օգտագործել, որովհետև դա գործընթաց է ու դա երկկողմանի գործընթաց է։ Ես չեմ տեսնում այդ գործընթացը Ադրբեջանում, ես չեմ տեսնում մտածելակերպի փոփոխություն, ընկալումների փոփոխություն, որպեսզի ասեմ, գիտեք, մենք խաղաղության, բայց ես կարծում եմ մենք կարող ենք մեր դիրքերից ելնելով հասնել անվտանգային այնպիսի իրավիճակի, որ Ադրբեջանը ուղղակի երբեք ռիսկ չանի գնալ Հայաստանի դեմ ոտնձգություններ դրա Տիկին Հայրապետյան, հենց ուզում էի անդրադառնալ նաև Ադրբեջանում տիրող տրամադրությանը, վստահ եմ հետևում եք, այնտեղ հասարակությանը ինչպես է վերաբերում այս իբրև խաղաղության դարաշրջանին, արդյոք հավատում են իրենց ղեկավարին, ինչպես է այնտեղ ներկայացվում, սա ժամանակավոր զինադադար է, իրական խաղաղություն է։ Դե դուք պետք է հասկանաք, որ շատ փակ է հանրությունը, այնտեղ չկա տարբեր խոսք, տարբերվող այլակարծություն, հանրապես գոյություն չունի, կա մեկ հիմնական խոսույթ եւ այդ խոսույթն է գեներացվում, ընդհանուր առմամբ ես տեսնում եմ, որ գերազանցապես առաջ է մղվում այդ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը, որ դա այն է, ինչի մենք հասանք, նաեւ 907-րդ բանաձևի հետ կապված, բայց միևնույն ժամանակ նայում ես պետության ղեկավարի քայլերին, ռազմական բյուջեի ավելացում, ռազմական համագործակցությունների խորացում, նոր ռազմատեխնիկայի ձեռքբերում, ու այդ ամբողջը իհարկե ցույց է տալիս, թե ինքը ինչ ուղղությամբ է գնում, էլի, այսինքն եթե անգամ այդ նարատիվից էլ նայենք բուն գործողությունները, ապա գործողությունները առնվազն խաղաղասիրական միտումներ ցույց չեն տալիս։ Շնորհակալ եմ Տիկին Հայրապետյան զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն հարգելի հետևորդներ մեզ դիտելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ մեր հյուրը պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էր։ Առողջ եղեք, հանդիպենք։